Հիմնական խնդիրները գյուղում երևի ծանոթ եք արդեն բոլոր գյուղերում ճանապարհի մասին է խոսքը, ճանապարհի վիճակն է շատ վատ, 7 կիլոմետրանոց հատված ունենք, որ այդ մասում շատ վատ է, մանավանդ այս տարից յունը շատ է, կանան հալլոսների հետ այդ ճանապարհի վիճակը գնալով ավելի կվատանա, էդի առաջին մեր հրատապ խնդիրներից մեկը հենց այդ ճանապարհի խնդիրն է, իսկ երկրորդ նոր կուզենայի առանձնացնել, դա մեր մշակույթի տունն է, որը բավականին երկար ժամանակ չի վերանորոգվել, կդուրի հարցը չի լուծվել, դրանից հետևանքով սա քանդվել ամբողջովին։ Խնդրեցինք մեր Ախուրյանի խոշոր ասած համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին, որովհետեւ մեր սեփական միջոցներով, Ախուրյանի սեփական միջոցներով վերանորոգվելը չստացվավ, նպատակահարմար չեղավ, որոշեցինք հիմնովին նորը կառուցենք այս 26 թվականի ծրագրերի մեջ ունիկ նախագիծ նախաշիվ ամբողջովին արված է, կանան գլուխ, երբ կարողն է բացվա, միանգամից աշխատանքները սկսելու ենք։ Այդ հաստատ անելու ենք, բայց ճանապարհի մասով չգիտեմ։ Ամենահիմնախնդիրներից մեկը ճանապարհը կարելի առանձնացնել։ Իսկ զբաղվածության խնդիրը երիտասարդների Երիտասարդների հիմնական զբաղվածությունը, ով որ աշխատանք ունի, աշխատում է Գյումրիում, ովքեր որ արտագնաց աշխատանքով են զբաղվում, այսինքն գնում են Ռուսաստան, այս պայն աշխատում են Երևանում, բավականին լավ են վիճարում, իրանց երևի ծեր է տալիս, աշխատում են Երևանում։ Ծեր չի տալիս էլ գնան Ռուսաստան աշխատել, Երևանում ավելի հարմար է։ Հիմնականում գյուղի ժողովուրդը զբաղվում են անասնապահությամբ, անասունի գլխականակը մեր քով բավականին շատ է, մյուս գյուղերի համեմատ մոտ 1060 խոշոր է, ջրավոր անասուն ունենք, մեր 1000 գլուխի մանր։ Ժողովրդի մեծ մասը հողագործությամբ է զբաղվում, ճիշտ է, կարտոշկա բանական շատ չեն ցանում, բայց ծորենգարի հիմնականում մեր բնակիչները ցանում են։ Ունենք ամեն տարի մոտարապես մեծ 450-500 հեկտար ցանկատարածություն, այսինքն գյուղի հողերը 800 հեկտար է։ Այդ կանը ծորենգարի է ցանում, մնացածն է խոդի անասնապահության համար անասնակերի տակ են ցանում։ Ես 5-րդ տարին է որ խոշոր ասված մեր Ախուրյանում խոշորացում տեղի ունեցավ։ Այդ ծրագրից մենք շահեցինք գազի գիծը մոտ 6 կիլոմետր 800 մետր, ընդհանուր արժեքը 117 միլիոն դրամ էր, բավականին մեծ գումար, լուրջ գումար, կատարվեց աշխատանքները ամբողջովին վերջացվել է շինարարական աշխատանքները, փաստաթղթային աշխատանքները այս ավարտական փուլում է, այս մի քանի վաղ հետո սկսենք ներտնայինների միացումները, այդ գազի գործը դրանով մենք ավարտած համարենք, աղբահանությունը բավականին լավ վիճակում է, առաջ չունենք աղբահանություն, բայց այս 5-6 տարի աղբահանություն այդ բանը, ժողովուրդը նորմալ վճարում են աղբի վճարները, իրանց մեր սեփական միջոցները հավաքագրվել են մինչև 104% հավաքագրում ենք, մոտ 20 միլիոն փող ենք հավաքագրել։ Առաջի խնդրահարույց թեման ճանապարհներն են գյուղի, գլխավոր ճանապարհը, երկրորդական ճանապարհները ու Տաշտամիջյան ճանապարհները։ Դե Տաշտամիջյան ճանապարհները ահագին համայնքի կողմից աշխատանքներ կատարվել են, հարթեցումներ եղել է։ Իսկ գլխավոր ճանապարհը ինչ որ ծրագրով պիտի կատարվի, կսպասենք 2026 թվականի ծրագրին։ Զբաղվածությունը, հողագործություն, անասնապահություն ու արտագնա աշխատանք, որը Ռուսաստան, որը Երևան, որը Գյումրի, շատերն աշխատում են Գյումրիում, մնացած մասը Երևանում։ Օրինակ գյուղի երիտասարդները զբաղվելու տեղ չունին, ինչ որ կաղալու տեղ չկա, էլի ծմերը մանավանդ շատ դժվար է։ Եթե սարքվի, մշակույթի տունը շատ լավ կեղնի, երիտասարդներն եք ու կան զբաղվելու տեղ կունենան։ Առաջի խնդիրներից կնշեմ գյուղի ճանապարհների վիճակը, որ արդեն նորից վատ տարածել է, մասնագի նորոգումներ են լինում, բայց լրիվ նորոգումներ ավելի լավ կլինի, որ այդպես լինի։ Եվ երկրորդը գազաֆիկացման հարցը, որ տեսնում եք, որ կա արդեն, բայց տնային գործերը հələ կատարված չեն։ Զբաղմունքի տեղ կունենան գյուղի ժողովուրդը, նաև գյուղապետարանը նորմալ պայմաններում գործի։ Առաջի խնդիրը, որ իմ համար առաջնային է, դա այս աղբահանության պահն է,
աղբամանները դրված են, բայց բաց աղբամաններ են, ցանկալի կլիներ փակ լիներ, որովհետեւ կենտանիները աղբը չթափեին ամբողջությամբ տարածք կեղտեն, կամ եթե հնարավոր է ցանկապատել աղբամանների բոլորը, դա է հիմնական խնդիրը։ Հա, ճանապարհների հետ կա այդ փոսերի քանակը շատանում է անընդհատ, որովհետև ծանր մեքենաներով տեղափոխում են մեծ ապրանքներ, որը վտանգավոր է։ Չնայած հին ճանապարհ է մեր ճանապարհը, բայց վերանորոգման անհրաժեշտություն ունի։ Տեղային վերանորոգում են անում, որը հեչ արդյունավետ չէ։ Մենք ֆիզկուլ տալիս չունենք, դպրոցը լոկ դպրոց է, մենք չունենք հանդիսությունների տալիչ, դա է նորից անհրաժեշտություն։ Ու կարելի է մի հատ ընդհանուր ուրիշ տալիչ, ոչ միայն սպորտ, որ զբաղվածությունը երիտասարդների ապահովի։ Օրինակ, եթե այն 5 գյուղապետարանը հնարավոր լիներ բարեփոխելու կամ սարքելու, առանձնացված սենյակներ լինեին սպորտի հետ կապված, թենիսը կամ չգիտեմ ինչ, որպեսզի երեխաները զբաղված լինեին, չգնային թեսուտեին այդ առումով։ Թե չէ ուրիշ պես մեծ բարեփոխումներ ինձ թվա հələ համի ակնկալել հնարավոր չէ, որովհետև դիպեդությունը նախ կարողանա հնարավորություններ ունենալ, որի հիման վրա ուղղորդի դեպի գյուղական շրջանների զարգացումը։ Ճանապարհները խնդիր իրանով։ Եկել եք, տեսել եք։ Սա մեկ ուզենոր լավ է, իր երեխեն ապագա ունենա։ Գյուղից կերտան քաղաքով պարավին, թող գյուղի մեջը պարավին։ Ինչ որ պդինդեր են, ստեղ է կարանեն։ Առաջ նաև դալի ջերնու երեխեքը ծմերորով միջոցառում հեչ մի բան չեն կրնային է։ Սենք սպորտ է, բան է, ոչ ծմերով չեն ելնի դուս սպորտին է։ Այդ հարցը լուծում տան։ Ու ճամպեկն են։ Конечно, դպրոցը։ Դոլը դպրոցը բան է, մեր կուլտուրայի տունը вообще չգիտեմ ինչ է դարը։ Էդի սարքին։ Որ սենք խոսքի երեխա են, կերտանք զբաղվին, սա որ թերախոսների մեջը սա Աշկերի խնդիր ունի մարդին։ Ասենք մեկ բանը կազմակերպենք, սարքեն ժողովրդի երեխեքի մար լավ կեղնի։ Ճանապարհները вообще անհնարին է։ Այս տալը մի ծունը պրոստո տեղեր կա փագել է չի երևա։ Հələ եկուց որ ծունը հալավ вообще անհնար է այս տալ գալը։